1941 թվականին ուստր չըրչիլը ուղերձ է ուղարկել Harrow School դպրոցին հետևյալ խոսքերով. երբեք մի հանձնվեք, ոչ մի բանում, մեծ թե փոքր, կարևոր թե անկարևոր, երբեք մի հանձնվեք։ Չգիտեմ արդյոք նա ընդամենը այսքանն է ասել, բայց հավատում եմ, որ այսօր Սուրբ Հոգին շատերիս է ուղղում այս խոսքերը՝ մի հանձնվիր, քանի որ Աստված այնքան բան է պատրաստել քեզ համար։ Երբ դժվարությունների բախվեք, հնարավոր է, որ հանձնվելու մղում զգաք։ Երբեմն մարդիկ նույն տեղում են մնում, չտեսնելով ելք իրենց իրավիճակից և մտածում են, որ ավելի հեշտ կլինի, եթե հանձնվեն։ Գուցե նրանք կարծում են, որ այնքան էլ խելացի կամ տաղանդավոր չեն, գուցե նրանց հետ ինչ-որ ցավալի իրադարձություններ է տեղի ունեցել, նրանք ձախողվել են ինչ-որ հարցում կամ սարսափելի սխալներ են գործել անցյալում, բայց Սուրբ Հոգին ուժ և կարողություն է տալիս մեզ, որպեսզի առաջ գնանք, ջանք գործադրենք և հասնենք մեր հաղթանակին, նույնիսկ եթե ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էինք։ Ձախողում չի նշանակում, որ այլևս հնարավորություններ չի լինելու։ Դուք կարող եք սովորել անցյալի սխալներից։ Ես բացահայտել եմ, որ պատմությունը լավ ուսուցիչ է։ Երբ ամեն ինչ ձախողվում է, կրկին փորձեք։ Եթե ոչինչ էլ չստացվի, գոնե կսովորեք, թե ինչն է ստացվում, իսկ ինչը ոչ։ Աստված ցանկանում է, որ մենք լավ կյանք ունենանք, այնուամենայնիվ վստահելը և հարատևելը պարտադիր պայման է։ Սուրբ Հոգին քայլ առ քայլ կառաջնորդի մեզ այն բարի ծրագրի մեջ, որոնք Աստված ունի յուրաքանչյուրիս համար։ Մեր գործն է անել այդ քայլերը և երբեք չհանձնվել։ Փոսի մեջ եղած ժամանակ էլ ձեր վերաբերմունքը կարող է մեծ փոփոխության պատճառ դառնալ։ Հիշեք, դա փորձության ժամանակ է, ժամանակ, երբ զարգանում է ձեր բնավորությունը։ Ես երբեմն անվանում եմ այս շրջանը լուռ տարիներ, քանի որ այս ընթացքում կարող է թվալ, թե ձեր կյանքում շատ բան տեղի չի ունենում, կամ գուցե դուք անցնում եք բազում ցավերով և ցնցումներով և ձեզ թվում է, որ Աստված որևէ կերպով չի միջամտում, բայց անչափ կարևոր է, որ վստահեք Նրան այս ընթացքում, քանի որ Նա գործում է ձեր սրտում, որպեսզի դարձնի ավելի նման Քրիստոսին։ Այսպիսով, ինչ պետք է անեք, երբ ձեր փոսում եք հայտնվել։ Մի հանձնվեք, հակառակվեք այն գայթակղությանը, որ դրդում է մտածել, որ ձեր իրավիճակում ելք չկա։ Հիսուսն է ճանապարհը։ Սա այն ժամանակն է, երբ պետք է մոտենալ Աստծուն և հետևել Նրան։ Մի դադարեք հավատալ, մի թողեք այն հույսը, որ Աստված կարող է բարելավել ձեր իրավիճակը։ Մի մեղադրեք Աստծուն և մի մտածեք, որ Նա պատժում է ձեզ ինչ-որ մեղքի համար։ Նա պարզապես օգտագործում է այդ իրավիճակը, որպեսզի աշխատանք կատարի ձեր կյանքում, ու թեև դա միշտ չէ, որ հաճելի է, Նրա նպատակը մշտապես բարի է։ Մի մեկուսացեք, Աստված հաճախ կօգտագործի մարդկանց, որպեսզի խրախուսի ձեզ այս ընթացքում։